Ինչպես գիտեք, մենք եթերում պարբերաբար խոսում ենք հայկականի, հայերենի եւ հողին այսպես ամուր կանգնելու մասին եւ այսօրվա մեր հյուրերը առանձնահատուկ եւ ընդգծված են պատմելու այն ամենի մասին, ինչ դուք տեսաք տեսանյութում։ Արդեն 5 տարի է ինչ Վարը Վարենկը դառնում է այն վայրը, որտեղ մեկտեղում են հայկական մշակույթի հանդեպ սերը, կենդանի շփումն ու անմոռանալի ակնթարթները։ Դուք կհարցնեք երբ, Թերեզա ջան, իսկ ես ձեզ կասեմ, որ հուլիսի 18-ին Մեղրաձորը կրկին կդառնա այն անկյունը, որտեղ հին ու նոր ընկերները կհանդիպեն։ Եվ ովքեր են պատմելու այս ամենի մասին մեզ այսօր։ Այս ամենի մասին պատմելու են Վարը Վարենկը, կրթամշակութային հասարակական կազմակերպության համահիմնադիր Սամվել Հարությունյանը, Վարը Վարենկը, կրթամշակութային հասարակական կազմակերպության անդամ Տրիփսիմե Հակոբյանը։ Բարև ձեզ։ Բարև առավոտի։ Ինչպես եք, ժամեր անց դուք պետք է կանգնած լինեք Մեղրաձորում։ Այո, հիանալի։ Հրաշալի, շնորհակալություն հրավերի համար։ Սիրով մենք այն ամեն ինչ հայեցի է, հայկական է, այսպես մեր ավանդույթներին, արմատներին է մոտեցնում, մենք ամեն անգամ սիրով այսպես հրապարակ ենք հրավիրում, ներկայացնելու։ Դե եկեք պատմեք, ինչ է սպասվում վաղը Մեղրաձորում, առավել ևս իմ համար ուսանողական տարիների հուշերով է այդ հատվածը հագեցած ու վառ։ Նորից շնորհակալություն հրավերի համար, մեզ համար էլի ավանդույթ է դարձել մեր միջոցառումից առաջ կենտրոնի տաղավարից եւս մարդկանց հրավիրել մեր միջոցառմանը մեծ սիրով։ Ուրեմն Վարը Վարենկը արդեն 5 տարի է ինչ գործունեություն է ծավալում, դեռ մի քիչ պատմել Վարը Վարենկի գործունեությունից ու այնուհետև անցնել վաղվա միջոցառմանը։ Ուրեմն մենք պատտվում ենք Հայաստանի տարածքով, տարբեր համայնքներում, կազմակերպում ենք միջոցառումներ, որի ընթացքում փորձում ենք ազգային ծեսը վերադարձնել կենցաղ, ազգային ծեսը իր մեջ ներառում է ազգային երգերը, պարերը, խաղերը, ուտեստները եւ ունենք ձևաչափ, երբ որ կազմակերպում վերցնում ենք որևէ տոն, ենթադրենք Վարդավառը ու ուսումնասիրում ենք Վարդավառի երգերը, պարերը, խաղերը եւ այլ սովորույթները ու դրանք փորձում ենք մի փնջով որևէ համայնքում կիրառել, համայնքային տոն ենք այսպես ասած դարձնում եւ արդեն նաեւ ավանդույթ է դարձել, քանի որ Վարը Վարենկը հիմնադրվել է Մեղրաձորում, ամեն տարվա հուլիս ամսին նախորդ տարին ենք ամփոփում եւ պատրաստվում ենք հաջորդ տարվան։ Այս տարի, ինչպես նշեցիք, արդեն 5-րդ տարին է, ինչ Մեղրաձորում նշելու ենք մեր մեծ միջոցառումը։ Այս տարվա մեր խորագիրն է «Արի խաղանք ջուր իր գուն», մեր նախնիները խաղացելով առասարակ հայերենում խաղալ, բառը նշանակում է եւ երգել, պարել եւ տարբեր զվարճելի գործողություններով զբաղվել եւ այս ենթատեքստում մենք բազմաթիվ գործողություններ ենք հասկանում, երբ որ ասում ենք խաղալ, կոչ ենք անում, որ մարդկանց գան ջուր իր գուն, այսինքն ինչ իրիկուն խաղանք իրար հետ, երկին մութից հետո բներով։ Այո։ Մութը ընկնում։ Իրականում հստակ տեխնիկական երբ է սկսվում, ինչպես պետք է մարդիկ գան, հասնեն, գիտեմ որ մինչև 15-ը կարծեմ թե գրանցումներ եք ունեցել, որքանով է հասանելի ու ինչպիսի ընդգրկվածություն է այսպես լինելու։ Միջոցառումը մեկնարկում է մեկնանց կես, մենք իրականում տրամադրել ենք տրանսպորտի մարդկանց հնարավորություն, որպեսզի գրանցվեն եւ մեզ հետ գան, սակայն ինչպես նշեցիք, արդեն ամսի 15-ին փակվել է։ Մարդիկ կարող են գալ նաեւ իրենց միջոցներով կամ տարբեր տուրիստականների հետ մենք համագործակցել ենք, կարող են գալ նաեւ նրանց հետ, նաեւ ունենալ արշավ, Մեղրաձորի տեսարժան վայրերում։ Միջոցառումը սկսվելու է մեկնանց կես հյուրերի ժամանում, այնուհետև միջոցառման մեկնարկ ունենելու ենք ծեսի հատված, մեր միջոցառումը այս տարի այսպես ասած խաղալու է 4 կերպարների շուրջ, իրականանալու է 4 կերպարների շուրջ ազգային, Կաղանդ պապ, պասպապ, ուտիստատ եւ արուստ տիկնիկ։ Ես գիտեմ միայն Կաղանդ պապուն։ Ահա, նույն ինքը ձմեր պապն է։ Ես պատրաստ եմ։ Պասպապը եւ ուտիստատը դրանք բարեկենդանի կերպարներն են, իսկ արուստ տիկնիկը էլի տիսական կերպար է։ Այդպես բոլոր կերպարների շուրջ ունենալու ենք տիսական հատված, ունենալու ենք պարուսացում, պարեր ենք սովորելու։ Որ պարերն են։ Ես մի պար գիտեմ։ Ես կգամ Կարնո Քոչարի դասավանդմանը։ Ընտիր, էլի լիքը պարեր կգաք միասին կպարենք, չենք ասի, որ գաք եւ այդ օրը պարենք, ունենալու ենք նաեւ երկուսուցում, համերգներ ենք ունենալու, համերգային ծրագիր ենք ունենալու, կաթիլ բենդն է լինելու եւ Հողարթունը եւ ամբողջ միջոցառումը վարելու է Հայկ Պետրոսյանը եւ երեկոյան արդեն խարույկի շուրջ ունենալու ենք այսպես ասած երկխոսություն։ Այո, այդ տակտիկը համաձայն են թող մեր հերոստատիտողները, արդեն ովքեր տեղյակ չէին, ինձ թվում է լավ է տակտիկ միջոցառումը փոխում են շաբաթ, օրինակ ես մտածում եմ արդեն մեր հյուրերին հետաքրքիր վայր առաջարկվեց, արտերկրից եկած, հենց այնտեղը պետք տանել, այսպես բոլոր հարցերը միանգամից տեսնեն, հայկական
բան է, ամեն ինչին առնչվել մեկ օրում ընդհանրապես։ Բոլոր սպիտակ մարդիկ, ովքեր շաբաթօրը չեն աշխատում, ես աշխատանքի եմ, դա դրանով պայմանավորված։ Միանշանակ պետք է շաբաթօրը գնալ Մեղրաձոր եւ այնտեղ անցկացնել։ Ինչով է այս տարվա միջոցառումը տարբերվելու նախորդ տարիներից։ Օրինակ, ինչ տեխնիկական հարցեր կան, որ տարիների ընթացքում հղկել եք եւ փորձել իդեալականին մոտ դարձնել։ Իսկ սկզբանե իդեալական է։ Չէ, իրականում մենք շատ հայտնի կատակ ունենք վարավարենքում գեներատոր անվանումով, երբ որ առաջին տարին ինչ-ինչ պատճառներից ելնելով ես գեներատորի, քանի որ տեխնիկական պատասխանատուն ես եմ լինում միջոցառումների, ես գեներատորի հարցը որոշել էի որպես պլան B համարել ու հույս ունենալ, որ լույսերը չեն գնա տարածքում ու երբ որ մենք միասին բոլոր դինամիկները խոհանոցը սկսեց իր աշխատանքը, Մեղրաձորը պատրաստ չէր ծառայության։ Միջոցառումը սկսելու պահին հոսանքները գնացին ու ասում եմ, բա ուրա գեներատորը, ասում եմ գեներատոր։ Ես եմ գեներատորը։ Արագ կոնցեպտը փոխում է, գտնում եք այն ժամանակաշրջան, երբ լույս չկար, մոմեր են գալիս պարահրապարակ։ Ես իրականում նայում եմ, այսպես թարթում ինձ, ես հիմա մեր հեռուստատոն, ասում ես ինչը բերել են կենտրոնում գրել ու ոչինչ չեն պատմում սրա մասին։ Նվերներ ստուդիո, քոլեջ գրած։ Լրիվ։ Այնինչ կարող ենք մենք ցույց կտանք, այսպես։ Խաղանք ճուր իրգուն։ Ոյ, դիցուհի է այստեղ պատկերված։ Արուստիկնիկն է։ Ես առաջին անգամ լսեցի շատ խամաճիկների բանի Համբարձման տեխնիկն է, որը իդեպ մեր նախաձեռնություններից մեկի շրջանակներում մենք փորձում ենք հայկական ավանդական եւ ծիսական կերպարներին վերաիմաստավորել եւ վերաթողարկել, այսպես ասած։ Ֆանտաստիկ։ Դրա հիմնական միտքը հայկական մշակութային կերպարներին գրաֆիչություն եւ ներառականություն հաղորդելն է, որպեսզի մենք կարողանանք Դիսնեյին համարժեք այլընտրանք առաջարկել, նաեւ շատ գեղեցիկ կաղանդ պապ ունենք եւ նաեւ ուտիստատ եւ պասպապ եւ ձեր այո, մեր լոգո, սա մեր լոգոն է, որը Բութանի նշանն է։ Մեր լոգոյության մեջ եւ վարդ սուրճ պատրաստեք այդտեղը գլխի ծնգած վարդը հայտնվել է այստեղ, լավ է, մի խտանում եւ էլի բաներ կան այստեղ։ Ֆանտաստիկ, խնդրում եմ, ինձ հուշեցին, որտեղ պետք է պահեմ, նաև ցույց տուր իմ մատնահարդարումը, շնորհակալություն, եւ այստեղ մենք ունենք ֆանտաստիկ շոկոլադ։ Էլի բաներ ունենք։ Էլի բաներ ունենք, բայց այս ժամի համար ով է ձեզ ասել, որ ամեն ինչ ցույց ենք տալու, ոչ մեկ։ Ուզում եմ նաև նշել, ենթադրում եմ չնշեցինք, որ միջոցառման մուտքը ազատ է, մեզ շատ հաճախ են հարցում, թե միջոցառման մուտքը վճարը ինչքան է, շատ ափսոս, որ մուտքը վճար չեն գրել, բացառ արդիկ կվճարեին։ Միանշանակ, հետևություններ արեք եւ 6-րդ տարին։ Իհարկե ոնց որ արդեն այդ մասին խոսում են, էլ ուզում են պատրաստել ժողովրդին։ Այո, Օվերտոնի պատումը։ Իրականում կատակ է այս ամենը։ Այո, կատակ է, որովհետև կառավարինքի սկզբունքային հարցից մեկը այս ամեն ինչը մեր միջոցառումները միշտ անվճար եւ ազատ մուտք ունեն եւ միշտ այս ամեն ինչը փորձում ենք մարդկանց հնարավորինս մատչելի դարձնել։ Տարվա կտրվածքով ինչ գործունեություն եք ծավալում։ Ես ենթադրում եմ, որ 1 տարի շարունակ պատրաստվում եք։ Գումարն է ստացան։ Այս ամփոփիչ ելույթն է ձեր, բայց ինչ այլ գործունեություն է ծավալում կազմակերպությունը։ Ամյակները, որոնք որ մենք նշում ենք, ընդունված ավանդույթ է հենց Մեղրաձորում անցկացնել, բայց մենք բոլոր տոները, բոլոր ազգային տոները, որոնք ունենք, բարեկենդան, վարդավառ, հենց ամանորը, հատարեմուտը եւ բոլոր տոները մենք նշում ենք եւ սովորաբար գնում ենք գյուղեր կամ սահմանամերձ ինչ-որ գյուղեր։ Որտեղ եք Վարդավառին։ Սասունիքում էինք, չէ, Սասունիքում շատ հիանալի միջոցառում անցկացրեցինք։ Այո, բաշխել ենք թիմի միջև, քանի որ մեծ թիմ ունենք եւ այդպես փորձել ենք միաժամանակ մի քանի միջոցառման պատրաստվել։ Այդպես մենք բոլոր տոները աշխատում ենք անցկացնել եւ մարդկանց ծանոթացնել հենց բոլոր տոներին եւ նշել տոները իր բոլոր բաղադրիչներով՝ ծես, երգ, պար, ազգային խաղեր։ Մենք համբարձմանը Մեղրիում էինք, դրանից առաջ Ծաղկազարդին, Դարպաս գյուղում էինք, դրանից առաջ չեմ հիշի, բայց մենք սովորաբար սրանից հետո որտեղ եք լինելու։ Մեր հաջորդ միջոցառումը, եթե չեմ սխալվում, խաղողորնեկն է, որը տեղի ունենալու Գեղարքունիքի մարզի
գյուղերից Կարմիր գյուղում կամ որևէ այլ գյուղում այսպես ինչ եմ մտաբերի, ամեն դեպքում արդեն պայմանավորվածություն կա, ներողություն չեմ մտաբերելու համար գյուղի անունը։ Կհանդիպենք այդ օրերին, երբ բուն միջոցառումը լինի։ Ինձ հետաքրքիր է հոսունության մասին, օրինակ առաջին տարվա արդյունքները, երբ որ առաջին անգամ միջոցառումը պետք է կայանար։ Կար այս պահանջարկը, թե տարիների ընթացքում ենք եկել այն կետին, որ այժմ այսպիսի հոս կա մարդկանց։ Կարծում եմ բավականին մեծ առաջընթաց է գրանցվել, բայց ոչ միայն վարավարենքի շնորհիվ, այլ մեր գործընկերները բարեբախտաբար եւս բավականին մեծ ազդեցություն ունեն, որպեսզի ազգային մշակույթի պահանջարկը, հատկապես ազգային պարերի պահանջարկը հասարակության մեջ գնալով մեծանա ու բարեբախտաբար այս պահին ազգային պարը տրենդային է դարձել բավականին ու կարծում եմ արդեն անկասելի ինչ որ վիճակ ունենք, երբ որ ազգային մշակույթը հատկապես ազգային պարը մնացածի առումով մի փոքր դեռ կաղում ենք, կարծում եմ գնալով ավելի մեծ թափ հավաքում, ինչը շատ ուրախալի է եւ այս տարվա վարավարենքի արձագանքները մեզ դա այն հուշում, որ արձագանքը անհամեմատ ավելի մեծ է, քան նախորդ տարիներին, չնայած մարքեթինգային արժեքը եւս համապատասխանաբար տեղի ունենում, բայց մարդկանց արձագանքով մենք եւս հասկանում ենք, որ հետաքրքրությունը ավելի մեծ է, քան նախորդ տարիներին, եւ այս վիճակը բավականին ուրախալի է, որտեղ նաեւ ունենք համայնք, որտեղ տարբեր կազմակերպություններ իրենց բաժին գործը, այսպես ասած վարում են իրենց բաժին։ Հետաքրքիր է երիտասարդների շրջանում ինչպիսին է մասնակցությունը, հետաքրքրությունը, թե ավելի տարիքային շեմը բարձր է։ Երևի տարիքը ինչ-որ շեմ չենք առանձնացնի, որովհետև եւ երիտասարդները եւ տարեցմարդիկ բավականին հետաքրքրված են։ Իհարկե գնալով երիտասարդների մոտ էլ ավելի է զարգանում, հա, հետաքրքրությունը, նույն բոլոր միջոցառումները, որոնք իրականանում են թե Երևանում, թե Երևանից դուրս տարբեր խմբերի կողմից, գնալով լայնանում է եւ մենք էլ դառնում ենք դրա մասնիկը, այդ ամենը տարածելու եւ այնպես անելու, որ այն մարդիկ, ովքեր որ մասնակից են դառնում, իրենք էլ հետագայում այդ ցանկություն ունենան իրենք տարածելու ու այդ ամենով կիսվելու նաեւ իրենց ընկերների հետ, իրենց շրջապատի մարդկանց հետ։ Որն է ամենասիրելի պարը, երգը, որ օրինակ ավելի լայն մասսաներ գիտեն եւ այդպես սովորեցնելի կարիք չկա։ Որը Ջանգյուլում։ Ջանգյուլումը տոն է, բայց երգը Ջանգյուլում կասը։ Հա։ Դա ամբողջովին երգն է, բայց բավականին տարածված է։ Կարծում եմ երևի պարերից վարավարենքի շրջանակներում ենթադրում եմ ապարանի գյուղը երևի մեր համար ամենասիրելի պարերից է, քանի որ մենք ունենք վարավարենքը ունի Շուշվակեղը երգը, որը Արցախում պապիկից է գրառվել Մարատ Հարությունյանի կողմից, այնուհետ վարավարենքը վերաթողարկել է։ Երևի օբյեկտիվ, ոչ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով այդ մեր ամենասիրելի երգն է։ Համար կատարել։ Իհարկե, ազգային շունչ բերել։ Նույնիսկ ավարտելու մենք չենք սպասում, տեսնում ես ինքն առաջադրվեցին։ Կարող ենք։ Գնացինք։ Մենք սկսում ենք։ Շուշվակեղը լոխբաղա, ջամեր լիքը գայմաղա, ունքա մեջը տվեցրա, քանի իմ ջանը սաղա, ունքա մեջը տվեցրա, քանի իմ ջանը սաղա։ Մնացածի համար կարող եք գալ մեր Հուլիսի 18-ին ժամը 1:30-ից, այսինքն 1 օր է մնացել ընդամենը, մնացած ժամերից չենք բացելու, հենց այնտեղը պետք է տևել։ Շնորհակալություն օրը մեր հետ սկսելու համար, ձեզ վաղ հաջողություն, ես վստահ եմ, որ հնարավոր չէ բարձր հուսունությունը լինելու եւ ֆանտաստիկ է անցնելու եւ լիահույս ենք, որ մեր հոստուդիկներից շատերը կլինեն հենց այնտեղ։ Մենք կունենանք կարճ դադար եթերում եւ կդիմավորենք մեր հաջորդ հյուրերին։